Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Դանակի մի քանի հարված էր հասցրել իր տուն հյուր եկած հարևանին, շտապօգնության մեքենայով նրան ճանապարհել հիվանդանոց եւ ինքն էլ դիմել փախուստի, իր տնից, իր բակից, ինքն իրենից։ Որոշ ժամանակ առաջ նրանցից նույնիսկ ոչխար էր գնել, տեղն արել էր ու որոշել այս անգամ արդեն ձրի տանել։ 9 ոչխար էլ բարձել էր իր գազ 31 մակնիշի մեքենան ու նույն օրն էլ վաճառել։ Նախապես վճարել էին $100 ու ճամփա ընկել։ Երևանից դուրս գալուն պես սակայն Հրաչ Գևորգյանը որոշել էր անցնել պլան B-ին։ Ինչպես ազատվել խանդի ծայրահեղ դրսևորումներից։ Հոգեբանությունը ցավոք պատրաստի դեղատոմսեր չունի, սակայն խորհուրդ հորդորներ այնուամենայնիվ տալիս է։ Ալկոհոլի չարաշահումը երբեմն մոռանալ է տալիս տարիներով փորձված ու թրծված մարդկային հարաբերությունները, թշնամի դարձնում երբեմնի հարևան բարեկամին, մտերիմին ու ընկերոջը։ Նման մի դեպք էլ վերջերս գրանցվեց Նոր-Նորքում։ Հուլիսի 18-ին ժամը 19:15-ին Մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ ստացվեց, որ Որովայնի շրջանի եւ աջ ազդրի կտրած ծակած արյունահոսող վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 35-ից 38 տարեկան մի տղամարդ։ Ահազանգ ստանալուց անմիջապես հետո օպերատիվ խմբով մեկնեցինք հիվանդանոց, որտեղ մեզ չհաջողվեց զրուցել տուժողի հետ, քանի որ վերջինս գտնվում էր անգիտակից վիճակում եւ բժիշկների հսկողության տակ էր։ Շատ կարճ ժամանակում պարզեցինք, որ տուժողին մարմնական վնասվածքներ պատճառել է Նոր-Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ Ոման Գագիկը։ Իսկ դեպքը տեղի է ունեցել կես ժամ առաջ Գագիկի բնակարանում։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները մոտ 2 ժամվա ընթացքում մենք պարզեցինք Գագիկի ինքնությունը եւ գտնվելու կոնկրետ տեղը, որից հետո վերջինս հայտնաբերեցինք Նոր-Նորքի վարչական տարածքից եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ Դեպքի պահին կասկածյալ նստնախնական տեղեկության գինով ցած էր եղել։ Իրավիճակը նույնն էր նաեւ բերման ենթարկվելիս։ Գագիկ Եղիազարյանը դեռ ալկոհոլի ազդեցության տակ էր եւ ժամանակ պահանջվեց մինչեւ նա որոշ չափով կստավվի ու հնարավոր կլինի ինչ-որ բան պարզել։ Դուժողը 1975 թվականին ծնված Սասուն Անդրյանն էր, կասկածյալը 1960 թվականին ծնված, նախկինում 10 անգամ դատապարտված Գագիկ Եղիազարյանը։ Երկուսն էլ ապրում էին Նոր-Նորքի նույն 4-րդ զանգվածում, հարևանությամբ գտնվող շենքերում։ Ոչ միայն հարևաններ էին, այլև կարելի է ասել մտերիմներ։ Հաճախ էին հանդիպում սեղան նստում, հաց կիսում, մի բաժակ էլ խմում։ Հերթական անգամ հանդիպել էին հիշյալ օրը Գագիկ Եղիազարյանի տանը։ Սովորության համաձայն կրկին հացկերույթ էին կազմակերպել, խմել, բայց բաժակաճառերն ու մաղթանքներն իցավ իրենց վերածվել էին մթագնած ուղեղով պարզաբանումների։ Սկսել էին վիճել, ապա կրքերն ավելի էին թեժացել եւ հանգուցալուծվել սուր կտրող գործիքով։ Եղիազարյանը դանակի մի քանի հարված էր հասցրել իր տուն հյուր եկած հարևանին, շտապօգնության մեքենայով նրան ճանապարհել հիվանդանոց եւ ինքն էլ դիմել փախուստի, իր տնից, իր բակից, ինքն իրենից։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել ու արգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Գագիկ Եղիազարյանը կալանավորված է։ Հաջորդ դեպքը, որին կանդրադառնանք, անասնագողություն է։ Նման դեպքերը բացահայտելուց հետո իրավապահներին միշտ չի հաջողվում գողոնը հայտնաբերել ամբողջությամբ, ավելի հաճախ անասունները մորթում ու վաճառում են միսը։ Բյուրեղավանի քրեական հետախույզներն արագ արձագանքեցին, ինչն էլ հնարավորություն տվեց գողոնն ամբողջությամբ վերադարձնել տիրոջը։ Հուլիսի 16-ին ժամը 10:45-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք էր դիմել Աբովյան քաղաքի մի բնակիչ։ Գիշերը պոկել էին նրա անասնագոմի պատուհանը, մտել ու գողացել 9 ոչխար։ Նրա հաշվարկով պատճառված վնասի չափը կազմում էր շուրջ 400,000 դրամ։ Անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան գործողություններ, ուսումնասիրվեցին անասնագոմի տարածքն ու կասկածյալների հավանական շրջանակը, իրականացվեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Բյուրեղավանի քրեական հետախույզներին հաջողվեց ժամանակում արժանահավատ տեղեկություններ ստանալ գողության մեջ կասկածվող անձի մասին։ Չարենցավան քաղաքից էր 1983 թվականին ծնված Գարիկ Հայրապետյանը։ Հայրապետյանն անմիջապես օպերատիվ տեսադաշտ վերցվեց եւ անհրաժեշտ դիտարկումներից ու ճշգրտումներից հետո նույն օրը կեսօրն անց իր բնակավայրի մոտակայքից բերման ենթարկվեց ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք։ Այստեղ էլ խոստովանեց արարքը։ Նրա պատմելով ճանաչում էր տուժողներին, որոշ ժամանակ առաջ նրանցից նույնիսկ ոչխար էր գնել։ Տեղն արել էր ու որոշել այս անգամ արդեն ձրի տանել։ Գործել էր մենակ, 9 ոչխար էլ բարձել էր իր գազ 31 մակնիշի մեքենան ու նույն օրն էլ վաճառել։ Գիշերով գնացի, բարները գումացանեցի, ու թվաքաղաք ծախի, հատը 20,000 դրամ ծախել։
Արագ բացահայտման շնորհիվ Բյուրեղավանի ոստիկաններին հաջողվեց արագ էլ հայտնաբերել գողոնն ու ամբողջությամբ հանձնել տիրոջը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։ Ազնվորեն գումար վաստակելու ճանապարհին հանկարծ հաշվարկել էր, որ անազնիվ ճարպկությամբ կարող է բազմապատիկը վաստակել։ Մի բան միայն չէր հաշվարկել՝ Մասիսի ոստիկանների արագ, օպերատիվ ու հմուտ աշխատանքը։ Հուլիսի 29 ժամը 15-ին ոստիկանության Մասիսի բաժին դիմեց Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի։ Ժամեր առաջ գողացել էին նրա եւ էլի երկու իրանցու ճամփորդական պայուսակները, որոնցում ոչ միայն նրանց հագուստն էր, այլև $800 փողն ու փաստաթղթերը։ Դեպքը տեղի էր ունեցել ժամը 11:30-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի տարածքում գործող գազալցակայանում։ Ըստ նախնական վարկածի, կասկածյալը տաքսու վարորդն էր, որը իրանցիներին հանրապետության հարավային սահման հասցնելու փոխարեն նրանց զրկել էր ճանապարհը շարունակելու բոլոր հնարավորություններից։ Մեզ հաջողվեց շատ արագ բարձել կողոպուտ կատարած անձի ավտոմեքենայի մակնիշը եւ համարանիշը։ Հետագա աշխատանքները գնալով բարդանում էին, քանի որ ավտոմեքենայի իրական սեփականատերը ավտոմեքենան վարձակալական հիմունքներով տվել էր մեկ այլ անձի։ Հետագայում բարձվեց նաեւ, որ այդ անձը իր հերթին մեքենան տվել էր մեկ այլ քաղաքացու։ Ի վերջո Մասիսի քրեական հետախույզներին հաջողվեց գտնել այդ օրը մեքենան վարողին եւ իրեղեն ապացույցներով հանդերձ բերման ենթարկել։ Բերման ենթարկվելուց հետո երևանցի 1985 թվականին ծնված Հրաչ Գևորգյանը անհերքելի փաստերի ճնշման տակ շուտով խոստովանական բացատրություն տվեց։ Զննության մեքենայում հայտնաբերվեցին նաեւ տուժողներին պատկանող ճամպրուկներն ու իրերը, բացի փողից։ Պարզվեց, որ իրանցիները մայրաքաղաքում նստել են Գևորգյանի Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, պայմանավորվել, որ իրենց հասցնի Մեղրի քաղաքի սահմանային անցակետ։ Համաձայն պայմանավորվածության նախապես վճարել էին $100 ու ճամփա ընկել։ Երևանից դուրս գալուն պես սակայն Հրաչ Գևորգյանը որոշել էր անցնել պլան B-ին։ Գազ լիցքավորելու պատրվակով կանգ էր առել ճանապարհի գազալցակայաններից մեկում եւ խնդրել ուղևորներին սպասել սպասասրահում։ Հետո շրջվել էր ու սրընթաց շարժվել Երևանի ուղղությամբ, տանելով մեքենայում մնացած ուղեբեռը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակած փողը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։ Սպանություն կամ սպանության փորձ, ինքնասպանություն, թեթև ու ծանր մարմնական վնասվածք։ Խանդի մասին շատ է խոսվել ու գրվել։ Ամենահայտնին թերևս Շեքսպիրյան ողբերգությունն է, որի հերոսի անունով էլ հոգեբանները երբեմն կոչում են երևույթը Օթելոյի սինդրոմ։ Այսօր էլ քիչ չեն Խանդի հողի վրա կատարված հանցագործությունները, հետևաբար այսօր էլ թեման արդիական է։ Մեր թեմատիկ էջը։ Հանցարակների պատճառները տարբեր են, նախապատմությունները նույնպես։ Հանդուրժողականության ու փոխըմբռնման պակաս, տևական անբարյացական վերաբերմունք, վրեժ, թշնամանք, կենցաղային վեճեր, չարաշահված ալկոհոլ, դիմացինին վնասելով ինքնահաստատվելու միտում եւ այլն եւ այլն։ Սոցիալ հոգեբանական այս հանգամանքների կողքին պետք է դիտարկել նաեւ խանդը, որը հաճախ է դառնում հանցագործության շարժառիթ։ Եվ սիրո եւ ատելության տարրեր պարունակող այս երևույթի հետևանքները հաճախ լինում են անշրջելի։ Մեր տեսանյութի խնդիրը խանդի հողի վրա գործվող հանցագործությունները հոգեբանական եւ իրավական քննության ենթարկելն է, հուսալով, որ այն կունենա կանխարգելիչ նշանակություն։ Եվ այսպես, ինչ է խանդը։ Խանդը որպես մարդկային փոխհարաբերությունները ուղեկցող երևույթ հոգեբանության մեջ դասվում է ամբիվալենտ կամ երկնշանակ զգացմունքների շարքի։ Այն իրականում թեև բարդ, բայց նորմալ երևույթ է, որը հատուկ է մարդկանց մեծամասնությանը։ Խանդն իր բոլոր դրսևորումներով բնորոշ է թե տղամարդկանց, թե կանանց, սակայն ուսումնասիրությունները փաստում են, որ այն իր բացասական հետևանքներով ավելի հատուկ է տղամարդկանց։ Հետազոտողներն իրողության հիմքում տեսնում են իրական կամ մտածածին մրցակցի առկայության հանգամանքն ու սրանով պայմանավորված վիրավորանքի եւ վշտի զգացողության առաջացումը, ինչը երբեմն անձին հակում է հանցանքի։ Սրան դեռ հանգամանալից կանդրադառնանք։ Հատկանշական է նաև երևույթին իրավաբանական գիտությունների դոկտորի մոտեցումը։ Խանդը ընդհանրապես բազմաբովանդակ, բարդ, որոշ դեպքերում նույնիսկ
անհասկանալի զգացում է։ Իդեպ, երբ խոսում է խանդի մասին, մենք որպես կարգ ակամա տեղափոխվում ենք ամուսինների կամ զուգ ընկերոջ փոխհարաբերությունների դաշտ։ Սակայն իհարկե խանդը որպես սիրո, հավատարմության, ներուվածության նկատմամբ կասկածամտություն կարող է դրսևորվել նաև ծնողների, երեխաների, ընկերոջ եւ ցանկացած սիրած էակի նկատմամբ։ Իսկապես, ցանկացած երևույթ, ինչպես ժողովուրդն է ասում, գեղեցիկ է չափի մեջ։ Ահա, երբ խախտվում են գեղեցկությունը պահպանող չափերը, երևույթը երբեմն դառնում է պաթոլոգիական եւ հղի հանրորեն վտանգավոր տարրերով։ Երբ մենք խոսում ենք խանդի հողի վրա կատարված բռնի հանցագործությունների մասին, առաջին հերթին նկատի է առնվում խանդի հիվանդագին կամ պաթոլոգիական տեսակը։ Վերջինիս բազիսը կամ հիմքը կազմում է մարդու անոմալ այն համոզմունքը, որ զուգընկերը հավատարիմ չէ։ Ընդ որում այդ համոզմունքը մեծամասամբ չունի բավարար հիմնավորումներ եւ որպես կանոն չի ենթարկվում նաեւ որևէ խելամիտ փաստարկման։ Այն շատ հաճախ նաև կապվում է վարքագծի էքստրեմալ ձևերի հետ, ընդհուպ մինչև հանցագործությունների կատարում։ Զրուցակիցս փաստում է, որ խանդի այս կատեգորիան հոգեբանության մեջ կոչվում է Օթելոյի սինդրոմ կամ սեփականատիրոջ բնազդ։ Սրա հիմքում նույնպես ընկած են սոցիալական գործոններ, որոնք անձի վարքագծում առաջացնում են կասկածամտություն, անվստահություն, եսակենտրոնություն, զայրույթ, ագրեսիա, հուզականություն եւ այլն եւ այլն։ Թվարկվածներն այսպես ասած պարարթող են անձին հանցանքի հակելու համար։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում այս փսիխոպաթիաների ֆոնի վրա հենց կարող է զարգանալ ախտաբանական խանդը, որպես դրա հետևանք առաջ է գալիս անվստահություն զուգընկերոջ նկատմամբ, հաճախակի ստուգումներ, հեռախոսների, սոցիալական կայքերի, բազմաթիվ հարցաքննություններ եւ այլն։ Նման դեպքերում անձի մոտ առաջանում է հիվանդագին վախ, որ իր համակրանքի օբյեկտը իրեն կնախընտրի որևէ մեկ ուրիշ անձի, որն ավելի գեղեցիկ, ավելի հարուստ կամ ավելի գրագետ։ Տեսանյութը պատրաստելիս զրուցել ենք ամենատարբեր բնագավառների մարդկանց հետ, հաշվի առնելով նաև նրանց մոտեցումները։ Այս հարթության վրա կարելի է մասնավորեցնել մեծամասնությանը հուզող հետևյալ հարցը։ Մարդիկ միամտաբար կարծում են, որ եթե հանցարարքի դրդապատճառը խանդն է, ապա դա իրավական տեսանկյունից մեղմացուցիչ հանգամանք է։ Արդարադատության առաջին դասի խորհրդականը դա չի բացառում, բայց այստեղ նրբերանգ կա։ Խանդի հողի վրա կատարած արարքը կարող է տեղի ունենալ նաև հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որ ասում են աֆեկտի վիճակում։ Սա արդեն դիտում է որպես մեղմացուցիչ հանգամանքներում կատարած հանցավոր արարք։ Հետևաբար խանդի շարժառիթով կատարված ոչ բոլոր հանցարարքները կարող են դիտվել հոգեկան խիստ հուզմունքի արգասիկ։ Հոգեվիճակի նման որակում տրվում է բազմակողմանի փորձաքննությունների արդյունքում։ Զրուցակիցս հղում է անում քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածը, որը սահմանում է տուժողի հակաբարոյական գործողությունների կամ տուժողի պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի պայմաններում երկարատև հոգեշնչող ներշնչող պայմաններում առաջացած հանկարծակի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված հանցավոր արարքն է։ Սերգեյ Աբրահամյանը դեպքեր հիշեց իր դատական պրակտիկայից, երբ հանցարարքի դրդապատճառը եղել է խանդը, ընդ որում զուգորդված այլ արատավոր երևույթներով։ Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ երբեմն խանդի հողի վրա կատարած արարքները զուգորդվում են խուլիգանական դրդումների հետ։ Խանդը որպես կանոն ուղեկցվում է նաև այլ դրդապատճառների հետ, մասնավորապես վրեժի հետ։ Ասել է, թե խանդի հողի վրա արարք կատարողը միաժամանակ վրեժ է լուծում։ Այժմ խոսենք խանդից ծնվող թերարժեքության բարդույթի մասին։ Այս հոգեվիճակից ելքերն էլ երբեմն լինում են հանցարարքների տեսքով, թիրախ են դառնում ենթադրյալ կամ իրական մրցակիցները, ինչպես եւ խանդի օբյեկտը։ Խանդի հողի վրա գործվող հանցագործությունները մեծամասամբ դասվում են անձի կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվին։ Միայն վերջերս լուսաբանել ենք քրեական 3 պատմություն, որոնց հիմքը եղել է խանդը։ Առաջինի դեպքում հանցագործության գործիքը ինքնաշեն նռնակն էր, երկրորդի դեպքում հրազենը, երրորդի դանակը։ Ցավով պիտի հիշենք, որ առաջին դեպքում տուժեց նաև բոլորովին անմեղ մի աղջնակ։
8 տարի է այս իմ կնիկ, ես կասկածանքի մեջ ատենց, նռնակը ես անձամբ ես սարքել եմ բանից, արջիջից, որ մի օր հանցանքի վայրում բռնեմ ու տրաքացնեմ։ Եկա տեսա, որ կնքայց մեջքը բաց էր, կասկածեցի, որ սեն մի բան ինչի, ասում է ձե բան չէ, ես է գնացի զենքը վեկալայի կխփեցի։ Ես այդ ամեն ինչ արդեն գիտեի էլի, բայց չգիտեի ոնց վարվեմ, ոնց վերաբերվեմ իրա հետ։ Ասի գնամ պատժեմ երկուսին հետ, գնացի, կանգնել եմ միած մեքենայի մոտ ու տենց մի հատ հարվածեցի էլ չեմ հիշում։ Ներկայացված 3 դեպքերից առաջինում թիրախը, ինչպես հասկացանք, խանդի օբյեկտն էր, մյուս երկուսում ենթադրյալ կամ իրական մրցակիցները։ Հոգեբանը հավաստում է, որ ներսում կուտակվածը կարող է չպարփվել նշվածներից եւ ոչ մեկի վրա, այլ ավարտվել ինքնախարազանմամբ։ Պարզվում է, խանդից առաջացող չարիքներն այսքանով չեն սահմանափակվում։ Բազմաթիվ փաստեր կան, երբ որ այդ ֆոնի վրա մարդու մոտ առաջանում է շիզոֆրենիա կամ կպչուն մտքեր, որոնք արդեն հոգեախտաբանության ոլորտ են մարդուն մղում։ Տանջալից ապրումներից ձերբազատվելու համար խանդոտ մարդը երբեմն դիմում է այդ ալկոհոլի թմրադեղերի ազդեցության։ Դրանք նրա մոտ կարծես թե ստեղծում են ժամանակավոր հոգեկան հավասարակշռություն։ Հարց է առաջանում. ինչպես ազատվել խանդի ծայրահեղ դրսևորումներից։ Զրուցակիցս նկատում է, որ հոգեբանությունը ցավոք պատրաստի դեղատոմսեր չունի, սակայն խորհուրդ հորդորներ այնուամենայնիվ տալիս է։ Ի սկզբանե ամուսնական փոխհարաբերությունները դրվեն փոխադարձ վստահության, նպաստավոր բարոյահոգեբանական կլիմայի, ոնց որ ստանդարտ այդ ռելսերի վրա։ Եվ դա կնպաստի նրան, որ հետագայում այս ավելորդ մանրուքներին չդարձվի նաև ավելորդ ուշադրություն, թե ովքեր կան սոցիալական կայքերում, ովքեր կան հեռախոսային ցանկում եւ նմանատիպ այլ հարցերին չդարձվի նմանատիպ մանրակրկիտ ուշադրություն, որը կարող է խաթարել նորմալ բնականon ամուսնական կյանքի ընթացքը։ Ինչպես ցանկացած արատավոր երևույթի դեմ պայքարի գործում, անկախ դրա բարոյական ու իրավական դատապարտելիության աստիճանից, լավագույն միջոցը նախականխումն ու կանխումն է։ Այս պարագայում լավագույն նախականխումը ճիշտ ընտրությունն է, իսկ առաջացած խնդիրները իրավական հարթությունում քննելը։ Բոլոր հարաբերությունները, այդ թվում միջանձնային եւ ամուսնական, կարգավորվում են համապատասխան օրենքներով եւ օրենսգրքերով, եւ ցանկացած հարց ենթակա է օրինական ու քաղաքակիրթ լուծման։ Խուսափեք վիճահարույց խնդիրները սեփական կամ ավանդույթային մեթոդներով լուծելուց, որպեսզի զերծ մնաք քրեական օրենսգրքի հետ բախումից։ Մեր հաղորդումը ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։